Հասարակ դուր դրա համար։ Հելար, ոտեսած շուաշիակ, ձելի պասը, դուրամի տամաշո, շե դասկույ, դուշեմորվի։ Մաքսի կեպարև ամերը։ Շեն չարեզ յարի մաքսի տամաշո։ Բազմված են Բանոնց 96 և Փյունիկ 96 ֆուտբոլիստներից, կան նաև մի ֆուտբոլիստ Միկայից և Ուլիսից։ Դրսից ֆուտբոլիստը այս անգամ չենք հրավիրել, կան ֆուտբոլիստներ, բայց այդ հրավերքը երևի կլինի մյուս տարվանից։ Երբ որ մինչև 17 տարեկանների Եվրոպա առաջնությամբ պատրաստվենք, այդ վաղ մենք կսկսենք հրավիրել 50 եղած մեր ֆուտբոլիստներ։ Մենք ստե ամսի 12-ից հավաքենք կազմակերպել, սա մեր առաջին միջազգային խաղն է, մեր թիմի մինչև 16 տարեկանների առաջին միջազգային խաղն է։ Առաջ խաղը խաղացինք 0-0, երկրորդում կամային հաղթանակ տոնեցինք։ Իհարկե առաջ խաղում լարվածություններ նկատվում տղերքի մոտ, որը արդեն երկրորդ խաղում բնական է անցավ ու մեր խաղը ավելի լավ ստացվեց։ Կա մենք պլանավորած ևս երկու խաղ Պարսկաստանի հավաքականի հետ, Իրանի, օգոստոսին էլի մեր մոտ, իրանք պետք է գան օգոստոսի երևի սկզբերում կլինի, էլի Հանքավանում, շատ հավանական կամ համակադիմիա։ Մրցակիցը երևում էր, որ փորձառու թիմեր, իրանք էլ մինչև այդ հավաքների են մասնակցել, այդ իրանց թիմը անցկացրել են խաղ Ադրբեջանի հավաքականի հետ, երկու խաղ, երկուսում էլ հաղթել են Ադրբեջանի հավաքականը։ Շատ ուրախ ենք, որ սենց հավաքականում մենք այսօր կարող ենք հաղթել։ Ես արդեն չեմ հիշում ինչ եմ խոսացել ընդմիջման, դե իհարկե ոգևորիչ բառեր էր, ամեն դեպքում տղերքին շնորհակալություն, որ գտան մեջները ուշ հավաքվեն, որտեղ շատ դժվար է խաղալ, երբ որ բացվում ես բանալան երկրորդ խաղակեսից։ Հենց հիմա արդեն երկու հոգի թեկնածու են, ոչ թե երկու, այլ ես կասեի 5 հոգի թեկնածուներ են մինչև 17 տարեկան հավաքականի, որը 20-ից 25 մեկնելու է Բուլղարիա, իրանք էլ, հա, մեր ֆուտբոլիստներից 96 թվականներից 8 հոգի իրանց հետ մասնակցելու են այդ հավաքին։ Очень хорошая природа, очень хорошие гостеприимные люди. Для нас как соседи нормально. Очень хорошее впечатление, хорошая команда, то есть очень хорошо. Приехали только сыграть две игры, товарищеские 2 игры. А мы готовимся в 2012 году чемпионат Европы предварительно. Это будет осень 2012. Соперник очень для нас, сказать честно, неудобный, потому что они очень быстрые, жесткие. Для нас, в принципе, это было очень хорошим уроком. Хорошие ребята, дисциплинированные и бойцы хорошие. Для нас был очень хороший соперник.